Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս, թող Աստծո ողորմությունը մեզ վրա լինի, թող Աստծո առաջնորդությունը մեզ հետ լինի, եւ ես աղոթում եմ Հայր Աստծուն, խնդրելով յուրաքանչյուրիս համար, իմ ընտանիքի բոլոր անդամների համար, ձեզնից ամեն մեկի համար, ձեր ընտանիքների համար, որ Սուրբ Հոգին հպվի մեզ, մեր սրտերը դառնանան ու վշտանան մեր գործած մեղքերի համար, անգամ այն մեղքերի համար, որոնց մասին մենք գաղափար անգամ չունենք, թող ապաշխարության արցունքներ ու հառաչանքներ բխեն մեզանից, գետերի պես, թող մեր սրտերը, մեր կյանքերը լվացվեն ապաշխարությամբ, Հայր, երկնային Աստված, ամենակարող, խնդրում եմ դարձի բեր մեզ, որպեսի հավատքով լվացվենք Քրիստոսի արյունով եւ նաեւ լվացվենք ապաշխարության արցունքներով եւ թող երկնքում ուրախություն լինի, որտեղ քո խոսքն ասում է ամեն ապաշխարողի համար երկնքում քո հրեշտակները ուրախանում ու ցնծում են։ Քրիստոսի սուրբ անունով եմ աղոթում, Տեր, խնդրում եմ աշխատիր ամեն մեկիս կյանքերում։ Ամեն։ Հիմա եկեք անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի Ապաշխարության վարդապետությունը գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Երեք խոսեցինք այն մասին մասամբ, որ ապաշխարությունը անհրաժեշտ է բոլոր մեղքերի համար եւ կենտրոնացանք այդ նախնական սկզբնական մեղքի վրա, ադամական մեղքի վրա ու ասեցինք դրա համար էլ մենք պետք է խոնարհվենք, սքանք ու ապաշխարենք Տիրոջ առաջ, որովհետև մենք կորցրել ենք մեր հոգու մաքուր ու կատարյալ վիճակը, որ Աստված մեզ տվել էր, երբ նա մարդուն արարեց։ Ասեցինք, որ մեր բնույթը, մեր էությունը աղտոտված է, պղծված է, կոտրված է այդ կոռուպցիայի պատճառով։ Եվ հասկացանք, թե աստվածաշնչյան մեկնաբանությամբ այդ կոռուպցիան ինչ է նշանակում, որ աստվածաշնչյան համատեքստում կոռուպցիան վերաբերում է բարոյական քայքայմանը մեր եւ հոգեվոր դեգրադացիային, հետաճին, հետընթացին, որը մեղքի արդյունքն է եւ Աստծո պատվիրանների անհնազանդության եւ Աստծո դեմ ապստամբելու հետևանքն է, ըմբոստության, հակառակության, ամբարիշտության հետևանքն է, եւ որ այն ունի ներքին ու արտաքին դրսևորումներ։ Ու տվեցինք ավելի մանրամասն բացատրումներ, որ բարոյական անկումը նկարագրում է բարոյական անմաքրության վիճակը մեր եւ բարի սկզբունքների այլասեռումը, լինի դա անհատների, հասարակությունների կամ համակարգերի մեջ։ Օրինակ, սեռական հարաբերությունը Աստված տվել է ամուսնության մեջ, կին տղամարդ ամուսնության եւ մեկ ամուսնության մեջ, բայց մենք այն այլասեռել ենք, տղամարդը տղամարդու հետ, կինը կնոջ հետ, կենդանու հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն Աստված տվել է մեզ սկզբունք եւ մենք դա այլասեռել ենք։ Հոգևոր դեգրադացիան նկարագրվում է, որ մենք Աստծո չափանիշներից շեղվել ենք, մենք հետ ենք, ցածր ենք մնում, երբեք չենք հասնում Աստծո չափանիշին, բայց նախկինում հասել ենք, Աստծո արդարությունից, Աստծո սրբությունից շեղված ենք, եւ ինչն էլ հանգեցնում է մեր մտքերի, մեր ցանկությունների, մեր գործողությունների եւ մեր կամքի հակասությանը Աստծո կամքին։ Ու խոսեցինք, որ այդ ներքին ու արտաքին դրսևորումները, այդ քայքայվածությունը, դեգրադացիան վերաբերում է ոչ միայն արտաքին գործողություններին, այլ նաև մեր սրտի, մեր մտքի ու մեր հոգու վիճակին, որն արտացոլում է մեր անարատության պակասը եւ մեր հակվածությունը դեպի չարն ու չարիքը։ Եվ մենք տարբեր օրինակներ բերեցինք Աստվածաշնչից։ Ուզում եմ եւս մեկ անգամ դրանք կարդալ հիշեցման համար։ Ծննդոց 6:11-ից 13-ը Երկիրը ապականվեց Աստծո առաջ, երկիրը լցվեց անօրենությամբ,
Աստված տեսավ, որ երկիրը ապականված է, որտև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը։ Աստված ասաց Նոյին. բոլոր մարդկանց վերջը եկել է իմ առաջ, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ է լցված, ահա ես նրանց կոչնչացնեմ երկրի հետ։ Այսինքն իրավիճակը հասել էր այնտեղ, որ Աստված չգտավ նպատակահարմար թույլ տալ, որ էլ մարդիկ ապրեն եւ ջրհեղեղով ոչնչացրեց ոչ միայն մարդկանց, այլ ամբողջ բնությունը, կենդանական աշխարհը, ամբողջ արարչությունը, որտեղ ամեն ինչ էր ապականվել մեր մեղքերի պատճառով։ Սաղմոս 14:1-3 ասվում է. հիմարն իր սրտում ասում է. Աստված չկա։ Նրանք կոռումպացված են, նրանց գործերը ստոր են։ Մեկ այլ թարգմանության մեջ ասվում է. անձգամը իր սրտում ասում է. Աստված չկա։ Նրանք ապականվեցին եւ գարշելի եղան իրենց գործերով։ Ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։ Եվ Եզեկիել 9:9-ում էլ ասվում է. Եվ ինձ ասաց. Իսրայելի եւ Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, եւ երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լի է անիրավությամբ, որովհետեւ ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։ Եվ հիմա ամեն երկրում, ամեն ազգի մեջ այս նույն բանը արվում է։ Մարդիկ կարծում են Աստված չի տեսնում եւ զբաղված են արյունահեղությամբ, կեղծությամբ, պղծությամբ, շահամոլությամբ, կաշառակերությամբ, մարդասպանությամբ։ Ուրեմն տեսնում ենք, որ այս բնօրինակ սկզբնական նախնական մեղքը թույնի պես լցվել է ու տարածվել է մեր ողջ էության մեջ, ինչպես մոլախոտը։ Չկա ավելի վատ բան, ավելի սարսափելի բան, քան բարոյապես քայքայված, հոգևոր դեգրադացիայի ենթարկված, Աստծու դեմ ապստամբած մարդկային էությունը։ Եվ դրա համար մենք պետք է խորապես ապաշխարենք։ Եվ խոսեցինք, որ մեր կամքն է նաև նեխած, մեր կամքն է մեղքի մեջ ստրկացած, որ ապաշխարությամբ նաև մեր կամքը պիտի ազատագրվի։ Իսկ այսօր նաև խոսենք այն մասին, որ կներեք, հասնեմ, խոսենք այն մասին, որ մենք պետք է նաև վշտանանք մեր սիրո թուլացման համար։ Մեր սերը այլևս ուղված չի ճիշտ թիրախակետի, ճիշտ բանի վրա, որ Աստվածն է։ Մեր սերը ճիշտ նշանակետի վրա չի թիրախավորված։ Նախկինում մարդու սերը թևեր էին Աստծու մոտ գնալու համար։ Աստված էր մեր սիրո կենտրոնը։ Իսկ այժմ մեր սերը ծանր ու մեծ քարեր են, որ մեզ հեռացնում են Աստծուց։ Ահա թե ինչու Հիսուսն ասում է. վերադարձիր քո առաջին սիրուն։ Առաջին սերը դա Աստված է։ Սա առաջին պատվիրանն է ու ամենաանարգված պատվիրանը գուցե։ Մենք պիտի վշտանանք ու ապաշխարենք, թե ինչի վրա ենք թափում եւ օգտագործում մեր սերը։ Արարիչ Աստծուն սիրելու փոխարեն մենք սիրում ենք մեղքը։ Արարիչ Աստծուն սիրելու փոխարեն մենք սիրում ենք արարված բաները եւ ոչ թե արարչին։ Արարիչ Աստծով ուրախանալու փոխարեն մենք ուրախանում ենք ստեղծված բաներով։ Արարիչ Աստծուն վստահելու փոխարեն մենք վստահում ենք արարված բաներին։ Մեր սերը, ինչպես ճանճերը սնվում են կեղտով ու անմաքուր են, այդպես էլ մեր սերն է անմաքուր եւ սխալ ուղղությամբ է ընթանում։ Ուրեմն որքան տեղին է, որ մենք վշտանանք, սգանք ու ապաշխարենք մեր սիրո ու մեր զգացմունքների խաթարման համար։ Մենք բռնել ենք դժոխքի ճամփան, իսկ մեր զգացմունքներն էլ մեզ բրդում են կարծես, որ արագ այդ անդունդի մեջ ընկնենք։ Մենք պետք է քննենք նաև մեր կոնկրետ մեղքերը, բայց նաև հաշվի պիտի առնենք, որ կան մեղքեր, որ մենք գործել ենք, կամ մեր նախնիներն են գործել, որ մենք տեղյակ չենք անգամ, բայց Աստված գիտի դրանց մասին։ Սաղմոս 19:12-ում ասվում է.
ով կարող է իմանալ իր հանցանքները, իր ծածուկ հանցանքներից էլ մաքրիր, իմ ծածուկ հանցանքներից էլ Տեր, մաքրիր ինձ։ Այդ մեղքերը արևի ատոմների նման են, կան, բայց մեզ տեսանելի չեն։ Մեր մարմնի բջիջների նման են, մեր իմունիտետի նման են, այն կա, բայց մենք չենք տեսնում։ Մենք մեղք ենք գործել մեր աչքերով, մեր աչքերը եղել են պատուհաններ ունայնություն ներս թողնելու համար, բռնություն ներս թողնելու համար, պղծություն ներս թողնելու համար։ Մենք մեղք ենք գործել մեր լեզուներով, երբ զայրույթով բռնկվել ենք, երբ անիծել ենք, երբ ստել ենք։ Ամեն օր տարբեր ձևերով ու տարբեր պատճառներով մենք մեղք ենք գործում։ Ոմանց մասին տեղյակ ենք, իսկ ոմանց մասին ոչ։ Մենք մեղք ենք գործում չհասկանալով, որ դա մեղք է։ Մարդիկ կարդում են հորոսկոպներ, չհասկանալով, որ դա մեղք է, Աստված դա համարում է կախարդություն, ինֆորմացիա է ստանում բաների մասին ոչ Աստծո հոգով, այլ կերպ, այլ հոգիների միջոցով։ Մարդիկ գուշակությունների են գնում չհասկանալով, որ մեղք են գործում։ Մարդիկ ունայն խոսքեր են իրենց վրա ասում, մեռնեմ, պրծնեմ եւ այլն, չհասկանալով, որ իրենք մեղք են գործում, որտեվ անիծում են իրենց։ Դրա համար ոչ մի մարդ իր արդարությունը չի կարող գնել, որտեվ մեր մեղքերը անթիվ անհամար են, ու մենք բոլորս փրկիչի կարիք ունենք, ու Աստված տվել է մեզ իր որդուն, ում միջոցով նա մեզ կարդարացնի, եթե իր մեկնած ձեռքը ընդունենք, եթե իր մեկնած փրկության ձեռքը չմերժենք։ Եկեք ուրեմն լրջորեն ապաշխարենք մեր անհատական մեղքերի համար Տիրոջ առաջ, նրանք որ գիտենք, նրանք որ Սուրբ Հոգին հիշեցնում է, նրանք որ մեր խիղճն է մեր հիշեցնում, նրանք որ գիտենք ու նրանք որ չգիտենք։ Եվ մենք պարտադիր պետք է ապաշխարենք նախնական, սկզբնական մեղքի, այսինքն մեր ընկած էության համար։ Բայց որպեսզի մեր ապաշխարությունը Աստծուն ընդունելի լինի, նախ եւ առաջ պետք է ընդունենք Քրիստոսին, քանի որ Աստված ներում է տալիս միայն Քրիստոսի միջոցով, եւ Քրիստոսն էր, որ մեր մեղքերը վերցրեց իր վրա, եւ դարձավ մեր փրկագինը, մեր փրկիչը։ Առանց Քրիստոսի ոչ մի ապաշխարություն ընդունելի չի կարող լինել։ Հիմա անցնենք այս գրքի 7-րդ գլխին եւ մի քիչ խոսենք այն դրդապատճառների համար, որոնք մեզ տանում են ապաշխարության, ապաշխարության հզոր դրդապատճառներ։ Հեղինակն ասում է, ես ուզում եմ մի քանի հզոր դրդապատճառներ ներկայացնել, խրախուսելու ձեզ, որպեսզի ապաշխարեք։ Առաջինը, մեր սրտի վշտացած լինելը ու մեր սրտի հալելը մեզ պատրաստում է յուրաքանչյուր սուրբ գործի համար։ Կապարի մի կտորը, քանի դեռ հալեցված չէ, չի կարող որևէ գործի համար օգտագործվել, այն անօգուտ մետաղի կտոր է։ Բայց հենց կապարը հալեցնում են, ապա այդ ժամանակ կապարը կարող են լցնել ցանկացած կաղապարի մեջ, եւ այն օգտակար է դառնում։ Նմանապես մեր սիրտը, որը կարծրացած է ու մեղքի գունդ է դառել, ոչ մի սուրբ բանի համար օգտակար չէ, բայց երբ մեր սիրտը հալում է ապաշխարությամբ, այն դառնում է օգտակար ու կենդանի սիրտ։ Հալվող սիրտը պատրաստ է աղոթելու։ Երբ Պողոսի սիրտը խոնարհվեց ու հալվեց, Պողոսը աղոթեց։ Կարդանք Գործք առաքելոցի 9-րդ գլխի 11-ը։ Եվ Տերը նրան ասաց. «Վեր կաց, գնա այն փողոցով, որ ուղիղ է կոչվում, եւ Հուդայի տանը փնտրիր Սողոս անունով ապագա Պողոսը, մի Տարսոնացու, նա այնտեղ աղոթում է»։ Ապագա Պողոս առաքյալը սրտանց աղոթում էր, որտեղ գերբնական հանդիպում էր ունեցել Տիրոջ հետ, որտեղ նրա սիրտը հալվել էր, եւ անսիրտ հետապնդողից, քրիստոնյաներին հալածողից նա դարձի էր եկել եւ աղոթում էր Աստծո գործերի համար, ճշմարիտ Աստծո։
Հալվող սիրտը պատրաստ է լսելու Աստծո խոսքը։ Պատրաստ սրտի համար Աստծո խոսքը բարի է, ընդունելի է եւ արդյունավետ։ Երբ Օվսիայի սիրտը հալվեց, դա խոնարհվեց եւ պատռեց իր հագուստը, երբ լսեց Աստծո օրենքի խոսքերը, որ իրենցն էր դարեր առաջ փոխանցվել Մովսեսի միջոցով։ Կարդանք Բ Մնացորդացի 34:19 խոսքը։ Թագավորը լսելով օրենքի խոսքերը պատռեց իր հագուստները։ Նրա սիրտը ինչպես հալվող մոմը պատրաստ էր ընդունելու Աստծո խոսքը, Աստծո օրենքը եւ Աստծո խոսքի կնիքը ընդունելու իր վրա։ Օրինակ ոմանք գուցե հիշեն, երբ զմուրսը լցնում էին ծրարի վրա ու հետո կնքում ու կնիքը սխմվում էր զմուրսին, այդ կնիքը իր պատկերն էր թողնում զմուրսի վրա։ Այսինքն զմուրսը ընդունում էր կնիքի պատկերը։ Այդպես էլ երբ մեր սրտերն էլ հալվում են ու մենք կարդում ենք կամ լսում ենք Աստծո խոսքը, մենք էլ Աստծո պատկերն ենք ընդունում, սկսվում ենք փոխվել, մեր միտքը նորոգվում է ըստ Աստծո խոսքի, ըստ Աստծո պատկերի, շնորհից շնորհ նմանվում ենք Հիսուս Քրիստոսին։ Եվ դա տեղի չի ունենում միանգամից, բայց Աստծո նպատակը դա է, որ Աստծո խոսքը մեզ փոխի, որպեսզի մենք նմանվենք Քրիստոսին։ Բայց դրա համար մեր սիրտը պիտի հալած լինի։ Հալվող սիրտը պատրաստ է հնազանդվելու։ Երբ սիրտը նման է հնոցի մեջ դրված մետաղի, այն ճկուն եւ փափուկ է դառնում, այն հեշտությամբ կարող է ձևավորել։ Երբ մեր սիրտն է հալում, Աստված հալված ոսկու պես մեզանից սուրբ անոթներ է պատրաստում իր գործի ու իր փառքի համար, ու մենք այլևս չենք հակառակվում Աստծուն, չենք ըմբոստանում նրա դեմ, մենք դառնում ենք այն սպիտակ ձեռնոցները, որ Աստված հագել է իր ձեռքերին ու մեզանով գործ է անում։ Ինչպես Պողոսը, որ հիմա պատրաստ էր անել այն ամենը, ինչ իրեն ասում էր Աստված։ Դա տեսնում ենք Գործ Առաքելոցի 9-րդ գլխի 6-րդ խոսքում. «Վեր կաց, մտիր քաղաք, եւ քեզ կասվի, թե դու ինչ պետք է անես»։ Եվ այդպես մինչև իր կյանքի վերջ Պողոսը կատարեց Աստծո կամքը։ Ապաշխարող հոգին ենթարկվում է Աստծո կամքին եւ պատասխանում է Աստծո կանչին։ Երկրորդ, ապաշխարությունը շատ ընդունելի է Աստծո համար։ Երբ ապաշխարության այս հոգևոր գետը հոսում է մեր կյանքի այգու մեջ, մեր սրտերը ջրելու համար, ապա մեր սրտերը եդեմական այգի են դառնում, մի վայր, որտեղ Աստված սիրում է բնակվել։ Նա եդեմական այգում էր Ադամի ու Եվայի հետ։ Հեղինակն ասում է, ես կարդացել եմ, որ աղավնիները սիրում են ջրի մոտ լինել։ Եվ անշուշտ Աստծո հոգին, ով իջավ Հիսուսի վրա նրա մկրտության ժամանակ, աղավնու տեսքով իջավ, մեծ ուրախություն է ստանում մարդու ապաշխարության արդյունքներից։ Տեր Աստված ոչ մի սիրտ չի համարում ամբողջական ու լավ ու ընդունելի, բացի կոտրված սրտից։ Եվ այդ կոտրված սիրտը պիտի լինի կոտրված իր մեղքի համար, ոչ թե որ ինչ-որ մեկը իրան դավաճանել է։ Սաղմոս 51:17-ում ասվում է. Աստծո ընդունելի զոհը կոտրված հոգին է, բեկված ու խոնարհ սիրտը, ով Աստված դու չես անարգում։ Մարիամը կանգնեց Հիսուսի ոտքերի մոտ եւ լաց էր լինում։ Ղուկաս 7:38-ում կարդում ենք. եւ հետևից նրա Հիսուսի ոտքերի մոտ կանգնելով, լաց լինելով, սկսեց արտասուքով նրա ոտքերը թրջել ու իր գլխի մազերով սրբել, նրա ոտքերն էր համբուրում ու յուղով օծում։ Այսպես Մարիամը ապաշխարում էր իր սարսափելի մեղքերի համար։ Մարիամը երկու բան էր բերել Քրիստոսին, ասում է Օգոստինոսը. թանկարժեք յուղ եւ իր արցունքները։ Այդ յուղը մի տարվա աշխատավարձի չափն ուներ, բայց միևնույնն է Մարիամի արցունքները ավելի լավն ու ավելի թանկ էին Քրիստոսի համար, քան թե այդ թանկարժեք յուղը, չնայած Քրիստոսը նա չմերժեց, ասես նա ինձ օծում է իմ մահվան համար, բայց Մարիամի արցունքները ամենաթանկարժեք նվերն էին Քրիստոսին։
Արցունքները հզոր բարեխոսներ են Աստծո ողորմության առաջ, եթե այդ արցունքները մեր մեղքի համար են եւ ոչ թե կոկորդիլոսի արցունքներ։ Արցունքները լուռ են, բայց ձայն ունեն ու խոսում են։ Սաղմոս 6:8 ասվում է. «Հեռացեք ինձանից բոլորդ, ով անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը»։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք, խորհենք ապաշխարության մասին։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Ինչ սկսել եմ ապաշխարության մասին խոսել, լսումների թիվը սարսափելի ընկել է, թե YouTube-ում, թե Messenger-յան հարթակում։ Արդյոք սա խոսում է մեր սրտի դիրքի մասին։ Մարդիկ, որ մինչ այդ լսում էին, ինչքան ժամանակա չեն լսում։ Ողբերգական է մեր վիճակը։ Թող Աստված ողորմի ամեն մեկիս։ Ամեն մեկիս։ Ամեն